Արի այսօր խոսակ մոդուլային ցանցերից։ Այո, ես դրա համար Հա, ես տեսա որ դու գիրքը բերում ես դրա համար։ Յոզեֆ Միլլեր Բրոկմանի գիրքն է, 45 տարի է, գայս գիրքը, 41 թիվ։ Հա։ Մինչև այս ժամանակը, երբ որ դեռ կոմպ չկար Photoshop, չկար Illustrator, չկար UI UX։ Կար շվեյցարական դպրոց։ Վերհիշենք ինչով է առանձնանում շվեյցարական դպրոցը դասական տիպոգրաֆիկայից, օրինակ։ Օ, հելվետիկա։ Տեսակներ, չէ՞, Այո, ասիմետրիկ կոմպոզիցիա հիմնականում ձախից հավասարացված տեքստով եւ մոդուլային ցանցերը ամենակարևոր, շատ պետք է կային գիրք, իսկ թվում ամեն դիզայների պետք է։ Կապ չունի դու անում ես պոստեր, թե ուղղակի ինչ-որ դիզայն ես անում ես։ Հա, թեկուզի բրենդինգի բաներ չէ լուծումները պետք է ամեն ինչը տալիս է։ Շատ ճշգրիտ ներկայացված է լուսանցքի չափ, տեքստի տեղավորումը, մոդուլի մեջ, մոդուլի չափ, մոդուլների քանակ, ոնց որոշես։ Մոդուլային ցանցի կոմպոզիցիայից զատ ունենք նաև այլ կոմպոզիցիայի ձևեր, հա, շատ ձևեր ունենք, որոնք մեզ հասել են արվեստից, տարիներով։ շրջան։ Ինչով է կարևորում վերածննդի դարաշրջանը նաև, որովհետև այնտեղ լիքը նոր ձեռքբերումներ ունեցավ, չէ՞, մարդկությունը, որ մինչև այդ պահը մոռացել էին, մոռացվել էր, ու այդ կոմպոզիցիայի ձևերի կողքը նաև հեռանկարի կանոնը։ Խոսիելի Բրունելեսկի, այո, Եդ բերեց ճշգրիտ հեռանկարի կանոն։ Իրան եք նաև պարտական, որ Ֆլորենցիայի տաճարը այսօր ունի գմբեթ շատ սիրում։ Շատ սիրուն ամենամեծ աղյուսաշեն գմբեթը աշխարհի ու էլ հավանաբար չէ լինի դրանից մեծ։